Բարելուզ ես սիրելի ժողովուրդ, մենք այսօր ունենք ասենց ասած երկու խնդիր կապնվել ոստիկանություն, Մալացիայի բաժին եւ մասիվի թաղապետարան նոր-նորքի։ Չնայած նրան, որ այսօր ժամը 10-ին Երևանի քաղաքապետարանում ընտրվելու է, այսինքն փոխքաղաքապետերը ներկայացնում ինչ են անում, դա ինձ արդեն չէ տարգրում։ Միգուցե մենք նաև ընդեղ էլ կապնվենք, բայց հիմա մենք խնդիր ունենք քաղաքացիների ահազանգերի հետքերով գնալու կոնկրետ մի տիկնոջ, ով տևական ժամանակ բողոքներ է գրում տարբեր ինստանցիաներ, դեմից ես ընդունում եի, որ այս կինը կարող է ունի մտավոր խնդիր կամ հոգեկան խնդիր, լուրջ չի ընդունում, բայց ստիպված եղա այնտեղ գործուղել, այսինքն այդ կնոջ տուն ուղարկել ավականիներից մեկին հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ կնոջ տան մեջ։ Ես հեսա կփորձեմ կապ հաստատել այդ կնոջ հետ, մաքսիմալ կխնդրենք կարճ խոսի, որովհետև կինը սիրում է երկար խոսել, որից հետո կփորձենք հասկանալ ինչա տեղի ունենա։ Կռիշն մկալ դադի։ Խնդրեմ։ Բալուսախար անցան գործի։ Ալո, բարև ձեզ։ Հա, բարև ձեզ։ Մենք հիմա ձեր հետ միասին ուղիղ եթերում ենք։ Ձեր անազգանունը մի հատ ինձ ասեք նորից տիկին։ Հակոբյան Լաուրա Հովանեսին։ Մի րոպե։ Ես ինչ հարց տալիս եմ, դուք պատասխանում եք կոնկրետ այդ հարցին։ Ուրիշ ոչ մի բան։ Այո։ Так, Հակոբյան Լաուրա։ Այո։ Դուք բնակվում եք Արարատյան առաջին զանգված 10-1 շենք, բնակարան 4, երկրորդ հարկ, ճիշտ է։ Այո։ Որքան ժամանակ է դուք բնակվում եք այդ հասցեում։ 68 թվականից։ 1968 թվական։ 1968։ Հա, բնականաբար 1800 չէ կարող լինել։ Ինչքան ժամանակ է, որ այն գանգատները, որ դուք ներկայացնում եք տարբեր ինստանցիաներ, ինչքան ժամանակ է, որ այդ գանգատները հայտնվել են։ Դա հայտնվել է 22 թվականի փետրվարի կեսերից։ Так, 22 թվականի փետրվարից։ Դուք ոչ մի հոգեկան հիվանդությամբ չեք տառապում, ոչ միտեղ հաշվառման կանգնեցված չեք։ Ահա։ Ոչ մի անգամ, ես անգամ գնացել եմ հատուկ թուղթել եմ արդեն ընդ բժիշկները, ասել եմ, որ դա պատշաճ, ես խնդրում եմ, տվեք ինձ, որ ես ձեր մոտ ունեմ գրանցում կամ չեմ, կամ հիվանդ եմ, ասել եմ ոչ, դուք։ Այսինքն դուք ոչ միտեղ դիսպանսեր, մի րոպե, դուք ոչ միտեղ դիսպանսեր հաշվառման չեք կանգնել։ Մասնագիտությամբ ով եք։ Մասնագիտությամբ ով եք։ Ես թարգմանիչ եմ։ Հա, թարգմանիչ եք։ Ես կյանքս աշխատել եմ ինտուրիստի համակարգում։ Ահա։ Ինչ լեզուներ եք տիրապետում։ Գերմաներեն, լեհերեն, ռուսերեն, հայերեն։ Գերմաներեն լավ եք տիրապետում։ Մի րոպե, գերմաներեն լավ եք տիրապետում։ Ահա։ Այո։ Այդ գերմաներենը մեզ հիմա պետք է գալու։ Ահա։ Բարի։ Ուրեմն 2022 թվականի փետրվար ամսից ձեր տանը ինչա կատարվում, խնդրում եմ կարճ ասեք, որովհետև մեզ հիմա լսելու է եւ Վահե Ղազարյանը, եւ պարոն Աբազյանը, եւ գլխավոր դատախազը եւ այլն։ Առաջի անգամ սկսվեց տարօրինակ սուլոց, խշշոց ու վիբրացիա, թրթռոց, այնպիսի ուժեղությամբ, անենց ուժեղ էր, որ ես թռա տեղաշորիցվեց ու չհասկանալով թե դա որտեղից է, ինչ կարող է լինի, վերցրեցի ես, ինձ թվաց երևի բոր մաշինկայով են աշխատում, դաժե այդ ձևի, ու ես վերցրեցի փայտը ու սկսեցի պոլին խփել պատերին, որ եթե գիշերվա մեկն է ինչ-որ մեկը անում է, դադարացնի։ Այդ ձևի, դա 22 թվականի փետրվարի կեսն էր։ Գիշերով, Ես դա հասկացա։
Տիկին, որ դուք մի բան ասում եք, ես հասկանում եմ։ Ես հիմա այդ ուզում եմ ասել, ու այդ երևույթը շարունակվում է մինչև օրս։ Այո, գիշեր ու ցերեկ, մինչև օրս։ Ամենավերջին անգամ երբ է եղել։ Հիմա էլ նույն վիճակն է, հենց հիմա։ Դուք դիմել եք ոստիկանություն Մալացիայի բաժին։ Այո։ Ով է եկել։ Ոչ մի անգամ։ Եվ ինչ անում ոստիկանությունը։ Միայն եկել է մի անգամ Մինասյան Կարեն անունով թաղայինը, վերջ։ Ու երկրորդ անգամ եկել է Պողոսյան Սամվելը, արդեն էլի խաբեությամբ մտել մեր տուն, առանց սանկցիայի, առանց ոչ մի բանի մտել են խաբելով։ Թաղայինին եթե դուք հրավիրել եք, իրան սանկցիա պետք չի ձեր տուն մտնելու համար։ Եկել են, բայց եկել է այդ Մինասյան Կարենը, բերել է իր հետ հոգեբուժարանի բժիշկներին։ Ու հոգեբուժարանի այդ բժիշկը, երբ որ զորովին ուզում էին տանեին, ամբողջ ձեռքերս հետո կապուտել։ Բժիշկը հենց ինձ ասեց, մեզ հանգարց չանիցեք, դա մեր մեղքը չի, մենք բան չենք անում, դա ձեր թաղայինի և ձեր հարևանի շնորհիվ են մենք որ ստեղ ենք։ Լավ, կոնկրետ որ բնակարանի վրա եք կասկածում, որ այդտեղ միանում է ինչ որ ապարատ։ Առաջի բնակարանը և երկրորդի վրա ես մի քիչ կասկածում եմ, բայց ես ընդեղ ինքս իմ աչքերով տեսել եմ, մտնելով ընդեղ, որ ընդեղ դրված է մեծ եղել նոթբուք, ու նոթբուքը ամբողջը թվերը թրվռում էին, թվեր էին խաղում։ Ես աչքս ընկավ այդ նոթբուքի վրա, ու ես զարմացա, թե այդ ինչ թվեր են։ Տանտերը այդ, որը Վարձով է ապրում, նա նկատեց իմ հայացքը և ասեց, խնդրում եմ տիկին մի րոպե եկեք այստեղ, դեպի Միջանցք տարավ ինձ, և ասեց, սա իմ տունը, դուրս եկեք։ Այդ առաջի, այսինքն իսկ մյուս բնակարանի տերը ով է։ Առաջի բնակարանում ապրում է ջահել ընտանիք, որը անունն է Հովհաննեսյան Խաչիկ, ինքը նախկին, ես չգիտեմ, զինվոր է, հիմա ինքը մեկ-մեկ երևում է ռազմական ոստիկանության շորերով, և այդ անձը ինքը հենց առաջի օրվանից, երբ որ ես սկսեցի ահազանգել և բարձրաձայնել, որ խանգարում է ապրելակերպին, նա ինձ ասեց, գիտես ինչ եկավ մեր դուռը տակելով, դուք ձեր փայտով խփելով, դուք խանգարում եք մեր հանգիստը։ Գերմաներեն, մի րոպե, գերմաներեն ոնց է բոզի տղա։ Ոյ, արդեն ես էլ խառնվեցի։ Մի խառնվեք, գերմաներեն ոնց կլինի բոզի տղա։ Բոզի տղան չգիտեմ, բայց Scheiße, du bist ein großer Scheiße։ Scheiße։ Իսկ այդ Scheiße-ին դուք չասեցիք Scheiße, այդ բիտքոինը, որ տանդ մեջ տապամ ես, ղախպի տղա, չգիտեմ գերմաներեն ոնց է, բա դա մեր հանգիստը չի խանգարում, ասել եք այդպես բան։ Ինքը իմ երեսին նայելով ասեց, որ լավ եմ անում, հենց աչքերիս նայելով, լավ եմ անում, դա քո գործը չի, արել եմ և կանեմ, իսկ եթե խանգարես իմ աշխատը այդ բանին, ուրեմն իմացի ես կեզ ուրիշ ձերի արդեն կկորցնեմ ես աշխարհից։ Хорошо, իսկ դա իրա խոսքերով։ Ահա, այդ Շվայնեն կամ Իշհայզեն, Հովհաննեսյան Խաչիկ Սամվելի, դա է։ Այո։ Դուք ուրիշ հիմնարկ բացի MVD-ին դիմել եք։ Դատախազություն։ ԱԱՑ-ի աշխատողը ես մի անգամ ընդամենը ԱԱՑ-ի աշխատողը եկավ մեր տուն և ինքը կանգնելով մեր տանը ես իրեն հարց տվեցի, ասի կարող եք պարոն Օսիպցև ինձ ասել, եթե ես կանչում եմ թաղայինին մեր տուն, ինչու պետք է սկզբից մտնի առաջի հարկ նոր բարձրանա մեր տուն։ Ասում է, եկին երևում է դուք խելոք կին եք, երևում է կիրթ կին եք, բայց այդքան բանը չեք հասկանում, ասի ինչը։ Ասում է, նա գնում է իրա փայը ստանալու։
Բա այդ ունդեր աֆիցերը, որ այդքան բան ասում է, այդ ազգային անվտանգության սպայի անազգանունը դու գիտեք, այդ մյուս շայզեինը կամ շվայնը Հակոբյան Համլետ Էդի չեկիստներ Այո Հակոբյան Համլետ Хорошо, լավ, սպասեք իմ մյուս զանգին Եղավ, շնորհակալ Հաջողություն Շատ Ալո, բարև ձեզ Անուշ Բարև ձեզ պարոն Մենք հիմա ուղիղ եթերում ենք, ես ինչի եմ զանգարել ձեզ Դուք իմ խնդրանքով օրեր առաջ այցելել եք Արարատյան առաջին զանգված 10-1 շենք բնակարան 4, ճիշտ է Այո Հակոբյան Լաուրային ստուն Այո, այցելել եմ իրաց Ինձ խնդրում եմ ասեք, որ դուք այցելել եք քաղաքացու տուն, քաղաքացու բողոքի հիման վրա եւ իմ խնդրանքով Այդ տան մեջ տարօրինակ, արտառոց, ինչ-որ մի բան նկատել եք, լսել եք, տեսել եք Նկատելը չէ, բայց լսելը այո Ինչ եք լսել Նախ հստակ ասեմ, որ հատվածում եմ նստել Գնացել եմ խոհանոց, դեմքով նստել եմ դեպի պատուհանները, ինձանից ձախ կողմից Լսվում էր այո նյարդայնացնող սվոց, որը մի քիչ ավելի ձայնը կարար փոխել, բարձրանար, իջներ Դիսկոմֆորտ չեմ զգացել, բայց այո, այդ ձայնը հենց նյարդերի վրա արդեն իսկ ազդում է Ես իհարկե իրանց նման երկար չեմ մնացել, դա իրանք մշտական բնակիչներ են Եվ շատ ուշ ժամի չեմ գնացել Այստեղ ես ներողություն եմ խնդրում մեզ ուղարկել են ինչ-որ այս ապարատի ռադիոմագնիտուդա որոշում ինչ անում է ուրեմն տվյալները 573 վեգամայթա ինչա ու ապարատն էլ վառվում է կարմիր գույնով ցուցատալի տագնապ Այն դեպքում երբ որ նորմալ թվերը պիտի լինի 10-ից 20 Իսկ ապարատը ցուցատալի 573 Ես հեսա կդնեմ տելեգրամ կանալ, դուք շարունակեք Շարունակեք դուք Ճիշտն ասած իմ ներկայությամբ նույնպես ապարատը միացվել է, իհարկե թվերը չեմ հիշի, բայց այո, կարմիր էր նորից Եվ գիտեք ամենաուշագրավը որն էր, որ հասարակ բնակիչների շենք է, բայց միայն այդ բնակարանի վրա կա դրսից վերահսկող, տեսահսկող սարք Մի րոպե, որ բնակարանի վրա Որ բնակարանի վրա, որ կա կասկածներ Այսինքն առաջի բնակարանի մասին է, որի տերը աշխատում է ռազմական ոստիկանությունում, ես էլի մեքենան է, որ ուղարկել են ՊՆ 5000 5000 մեքենայի համարները Այո, առաջի հարկի բնակարանինն է, որ շենքի կողքը անմիջապես կա տեսանկարահանող սարք Ինքը հասարակ շենքը, բոլոր բնակիչների բնակարանները, այսպես ասած, ոչինչով, ամենայն դեպս արտաքինից չեն տարբերվում, միայն այդ սարքն է, այդ տեսահսկող սարքն է, որ այդ բնակարանի վրա առկա է Հա, շարունակեք էլ ինչ զգացիք Իրականում, քանի որ լսողությունս լարել էի, այո, այդ անսովոր է, ճիշտն ասած ինքը ավելի շատ նման է Բաքսի կաթսայի այդ աշխատանքի, երբ որ Բաքսի միացրած է, այսպես ասած, ինքը սվոց է, չգիտեմ, այնտեղ ավելի մի քիչ աղմկոտ է լինում, որ բնակիչը նշեց, որ երեկոյան ավելի են բարձրացնում, քանի որ ես հնարավորություն չունեի ավելի երկար մնալու Դուք ինչքան մնացիք այդ տան մեջ Մոտ 2 ժամ ու ինքը անդադար եղել է, ցածրացել է, բարձրացել է այդ աղմուկը, բայց կար Եղավ, շնորհակալություն ձեզ Հասկացա Այսինքն այդ կինը չէր հորինում Մնես չէ որ այդ կինը խանգարված էր Ինչ-որ ձայներ էր լսում եւ այլն դուք եք լսել Չէ, ես հստակ լսել եմ ու ես ասում եմ Դեմքով նստել եմ դեպի պատուհանները Ինձանից ձախ է ինքը Ես այդ աղմուկը լսել եմ ինձանից ձախ Գուցե այդ ատրիբուտները տեղավորված է եղել հենց այդ հատվածում Եղավ, շնորհակալություն ձեզ Բարի Շնորհակալություն Հաջողություն Ուրա
Փաստորեն այս խշկնիկը ամիսներ, տարիներ, տարի մոտարապես շարունակ ահազանգում է, բողոքում է, որ իմ տակի հարևանը 10 դրոպ 1 շենք, բնակարան 1, Հովանեսյան Խաչիկ Սամվելի, հələ մի րոպե, մի հատ ճշտենք, սա вообще ով է։ Մի րոպե։ Բիտքոյնա տպումը թե, եսի միշք հակա ուտում, զանգելա MVD, զանգումա KGB, զանգումա եսիմ ուր, ոչ գալիս են, ոչ տենում են, ոչ վեկալում են, ոչ դնում են, փողը ալաֆը անում են, ասում են տղա ջան, շարունակի բիտքոյն տպել, դե խշկնի գժվի։ Զանգում ենք ոստիկանություն, մարդ չի վեկալում։ Վայ Ղազարյան, Մալացիայի բաժինը ուր է։ 730202 Չկա ոչ մեկ։ Ես համարը вообще գոյություն չունի։ Նորից ենք զանգում 374 10 730202 Մալացիայի ոստիկանություն։ Շո անջադվավ, տենց համար այլևս գոյություն չունի։ Եսա սա հեռախոսները կանջատեն ու վերջ։ Դեպք ա եղեք քաղաքացին զանգում է։ Ալո։ Ալո։ Աշխատում է ռազմական ոստիկանությունում։ Так. Մի րոպե։ Նորքի հեռախոսը միացված չի կայանին։ Այս աղջիկները ոնց որ ինչ-որ մեկի տակն է։ Նորքի հեռախոսը միացված չի կայան։ Վերջացավ։ Էս թե գոյություն չունի։ Երկիր աղեկավարը բոզի տղեն։ Էս էլ գոյություն չունի։ 73020202 02
Մալացիայի բաժին, Նեմա։ Call ended. Call ended. Call ended. Call ended. Oh. Ալո, Yeah. ալո, ալո, Call ended. Call ended. տարբեր բաժիներ ենք զանգում ոստիկանության, զանգում է թիմավ եկալող չկա, Police Nemo, ես հլա համպերեմ եմ, վայ Ղազարյան, մեկ էլ ինչ էր դրա զամը, այդ ոստիկանապետի անուն ազգանունը, մի հատ խնդրում եմ գրեք, Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի անուն ազգանունը, վայ Ղազարյանը մինիստրն է, ստել մարդ չկա, 580202, Ռազմական ոստիկանություն Մայոր Եսայան։ Մայոր Եսայան, բարև ձեզ, Բարև ձեզ։ Վարդան Ղուկասյանն հանրային ձայնից, ձեզ մոտ կա աշխատակից Հովանեսյան Խաչիկ Սամվելի, ինքը քշում է ՊՆ 5000 կամ 5000 զինհամարանիշի ավտոմեքենան, Այդ վարկան դրանցում կրոները պարոն Ղուկասյան ճիշտ։ գրանցեք, Հովանեսյան Խաչիկ Սամվելի, Call ended. նա փորձենք MVD, չկա, ոստիկանությունն եմ ամ, ինձ մի հատ խնդրում եմ գրեք այդ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի անուն ազգանունը, Արամ, չգիտեմ ինչան, Արմեն էր, Արամ էր, Call ended. Call ended.
Մենք ոստիկանություն չենք կարող ճարել, ժողովուրդ։ Հովանեսյան։ Հիմա իհարկե դա բոլոր ոստիկանության բաժիններին ցուցումատված քաղաքային զանգի չպատասխանել։ Վերջապես, բարև ձեզ, պարոն Դավթյան։ Մեզ կարող եք տալ Երևան քաղաքի վարչության հերթապամասի հեռախոսի համարը։ 56-50-62 Իսկ Մալացիայի բաժին բացի 730202-ից ուրիշ ինչ համար կա։ Չունեք, բաժնի պետը Մելոյան, Միլպետը։ Ոչ, Մալացյան։ Իսկ Երևան քաղաքի վարչության պետի ազգանունը։ Քոչարյան, մի րոպե։ Այս ձեր տված համարը 010-ով, չէ։ Շնորհակալություն։ Այդ 720202-ը բաբշե գոյություն չունի։ Էդ էլ ենք փորձել։ Հերթապահի օգնական Վարդանյանն լսում է։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում կապնվել Մալացիայի բաժին 730202, 720202, հերթապամասը չի պատասխանում, այդ իսկ պատճառով ստիպված ենք զանգահարելու ձեզ։ Ալո, լսում եք ինձ։ Ալո, լսում։ Հիմա հետարք իրա, ես եմ ոստիկանությունից փախած, թե ոստիկանություն ինձանից։ Անդեկանոսին տրուպկեն դեգյադա, բաքունա զանգե, մերչ, ալևս մենք ոստիկանություն չունենք։ Օրինակ այս պայդրությամբ իշքան բնակարանային գողեր կան, հանցագործներ կան, հանգիստ կարան դուրս գան փողոց, կենտրոնի եւ Մալացիայի տարածքում հանցագործություն կատարելու, որովհետեւ հիմա եթե ով զանգի քաղմաս ինչ որ մի հարցով, իրանք հեռախոս չեն վեգալելու։ Պրծով, ատենց հիմնարկ գոյություն չունի։ Ալո։ Ծամոն են ծամամ։ Վայ Ղազարյան, հիմա եթե ես իմ բառապաշար բացեմ, ես մեղավոր եմ։ Հանգիստ կարակլնեք հանցագործություն կատարելուն։ Ոստիկանություն նեմա։ Մերչ։ Յոթ 020202. Я хочу вот перейти на русский язык, чтобы граждане иностранных государств поняли, что творится. В данный момент программа «Общественный голос» пытается выйти на связь с полицейскими участками города Ереван. И вот как вы видите, никакой полицейский участок телефон не берет, потому что у всех там паника, что звонит Вардан Гукасян, и ни в коем случае не надо брать трубку. В данный момент мы звоним отдел полиции Малатья города Ереван по номеру 10-72-02-02. Телефон никто не берет. Прошу любить и жаловать.
Так, мы теперь звоним по другому номеру, чтобы наши дипломаты и наши соседи других стран, Россия, Грузия, Азербайджан, Турция и так далее, зафиксировали этот факт, что творится в демократической стране под названием Армения. Полиция телефон не берет. По другому номеру 730202. Прошу любить и жаловать. Сейчас одну секунду. Тут должны... вот желтый свет, пожалуйста. Звонок идет, а никто не берет. Все увольняются. Звонит человек, который находится в международном розыске со стороны Армении. Вот звоним в полицию, чтобы разобраться, что в какой-то квартире, вот, например, город Ереван, Араратян, первый массив, 10/1, квартира номер 1, там печатают биткоин. Вот хотим передать эту информацию, что соседи жалуются, невозможно там жить, а полиции нет. Пожалуйста, уважаемые преступники, зеленая вам дорога. Грабьте, что хотите. Да. Теперь звоним управление полиции города Ереван. Пожалуйста, 374-10-05-6-5062. Звонок. Это главное управление полиции города Ереван. One second. Нет. Такого учреждения больше не существует. Оно закрыто на ремонт. Отключают. Номер Бусси. Алло. Норис Балев здесь. Все. Полиции больше нет. Вот так вот, граждане иностранцы, товарищи туристы, наши союзные государства, так называемые, и наши соседи. В Армении полиции нет. Полиция боится Адвардана Гукасяна. У всех телефон Бусси. Ուրեմն, Վայ Ղազարյան, դու ֆենոմենալ բոզի տղա ես։ Ես իշքան փորձում եմ, այսպես ասած, իրավիճակը մեղմեմ, հաշվի առնելով, որ դու հարս ունես, հաշվի առնելով, որ դու տղա ես ամուսնացրել, խնամիներ ունես, ասեմ եմ լավ, մի քիչ կես մարդուն քիչ խեռենք, հաշվի առնելով, որ ես ու դու շփվել ենք yarել, ես քեզ եմ զանգել, դու ինձ ես զանգել, եւ այլն, չէ՞, բայց մենք տենում ենք, որ մի րոպե, այստեղ ես համարը ունեմ։ Մինիստր ՄՎԴ զանգենք մի հատ Վայ Ղազարյանին։ Звоним министру МВД Армении. Посмотрим, будет брать трубку наш министр или нет. В прямом эфире, дамы и господа, звонок министру Армении. Վայ Ղազարյան, որ ասեն քո մոտ քաղմասում մեկն ու մեկն աշխատամա, թե ոչ։ Хорошо, министр Նեմա, մի րոպե։ Մի վարքյան։ Մեկ վարքյան։
WhatsApp-ով ենք զանգում притом. Через WhatsApp. Смерть через Тумамба. Еще один звонок нашему министру. Номер телефона министра МВД Армении 374-77-49-49-47. Чтобы не было никаких подозрений, что, может быть, я блефую. Но нет, видите, номер, звонок идет, а никто не берет. Հիմա ես ուզում եմ հասկանամ Վարդան Ղուկասյանն ուժեղ տղա, թե Հայաստանի Հանրապետության ՄՎԴ-ի մինիստրը։ Մալացիայի միլպետ Մելոյան, եթե չեմ սխալվում, բայց ես ուզում եմ իմանամ ինքնա թե չէ, ոչ մի կերպ չեմ կարողանում ճշտել, գոնե ազգանունը ճշտենք։ Միանգամից, ասիկն էլ սրանք ոչ մի զանգի չեն պատասխանում, 10 Պարոն Աբազյան, եթե մարդը իր տանը բիտքոինն է տպում, ազգային անվտանգությունը մի բան ունի, անելու թե չունի։ Պիտի ուր գնանք կանգնենք գլխին, ասեն բոզի տղայից ինչ ես անում։ Չկա։ Մալացիայի բաժինը ոչ մեկ չի վեգալում, ատենց հիմնարկ գոյություն չունի։ Ուրեմն Մալացիայի միլպետը, ես չգիտեմ ազգանունը, ասում են Մելոյան, և ռազմական ոստիկանության աշխատակից Հովանիսյան Խաչիկը Սամվելի, Մալացիայի այսօրվա հերթապաները, ովքեր նստած են 730202 720202 հեռախոսահամարների տակ, այդ թվում նաև Երևան քաղաքի վարչություն 010 56 50 62 հեռախոսահամարի տակ նստածը հերթապաները ծսցնեն Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի կնգան են արամեր ինչ էր կնգան տղուն երեխուն աղջկան ինչ ունի չունի և ծսցնեն ընկեր Վահե Ղազարյանի հարսին ամենատարեցը և ամենաջահելը իա խերը հանման կոխամա Վահե Ղազարյանի հարսի որ անցքը ներողություն ընդերքը կողից ուզում են որ ընդերքը ուզենա այդ ընդերքն էլ մցնի որպես բուրավո մեքենա Են որ ցես իշնելով իշնամա ընդերքը որոնդից նավթ անի այնքան տես կաչայիտ անելով մտնեն Վահե Ղազարյանի հարսի անցքով որ ընդերից սպիտակ նավթը ցրծպի ուղիղ Վահե Ղազարյանի տղու քիթուբենի մեջ նույնն էլ Ինչ էր այդ ոստիկանապետի տանուն ազգանունը դրա, եթե հարց չունի աղջկան, աղջիկ չունի կնգան, ատենց այս հերթապաների խերը բուրավոյի նման այսօր էլ ամերիկյան հեռուստաընկերությանը ինտերվյու ենք տալը, մի հատ քաղաքացի ասում է, իսկ ինչի եք դուք հայոյում, հնարավոր չէ չհայոյել, դեմը արի եւ մի հայոյի, դեմը արի, քաղաքացուին պատրվում է մեջտեղից ասում է, ես իմ տան մեջ չեմ կարում ապրեմ եւ խնդրեմ նման իրավիճակ
Ստեղ էլ է բիտքոին միանում։ Ուրեմն ռազմական ոստիկանության վարչության պետ Հովհաննիսյան Խաչիկ Սամվելի պիտի կանչի իամոտ եւ հարց տա բոզի տղա ինչ ապարատ ես միացնում քո տան մեջ։ Եթե ոչ, ուրեմն Հովհաննիսյան Խաչիկը պիտի գնա ընկեր ռազմական ոստիկանության պետի տուն, մնացածը էլ չասեմ ինչ անեմ։ Իսկ ընկեր Աբազյանի հիմնարկը եթե չհազանգեց այս խնդրին եւ Արարատյան առաջի զանգված 10.1 շենք բնակարան 1 ու 2-ը ընկեր չեկիցները չմտան եւ այդ բիտքոին տպող ապարատը չհանին ընդեղից եւ դրանով չավարտվեց այս քաղաքացու ահաբեկչությունը, պարոն Աբազյան, դուք ինձ հասկացաք։ Սա մեկ։ Վայ Ղազարյան, դու տրապկա բոզի տղա ես։ Ես ոչ Մալացիայի միլպետին եմ ուզում բան ասեմ, ոչ Երևան քաղաքի վարչության պետ Քոչարյանին, դրանք բոլորով հարսից ծածցնեն, բուրավո, կաչի ասած։ Так, հիմա ստենք զանգում։ Ներողություն։ Բարև ձեզ, դուք զանգահարել եք նոր վարչական շրջանի թեժգից։ Տեղեկացնում ենք ձեզ, որ խոսակցությունը ներգրվում է սպասարկման որակը բարելավելու համար։ Նոր-նորք։ Նոր վարչական շրջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հանրային ձայնից Վարդան Ղուկասյան, ասացեք խնդրեմ, նոր-նորքը թաղապետ ունի, թե չունի։ Առայժմ Արմեն Մհերյանն է։ Արմեն Մհերյանը տեղում է։ Ես շատը չգիտեմ, իրեն ընդունարան կարող եք զանգել։ Համարը կտակ։ Այս նույն համարը վերջում 86, 88-ի փոխարեն։ Հասկացա, շնորհակալություն։ Խնդրեմ։ Թանասունվեց։ Վարչական շրջան։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մհերյանը տեղում է։ Զբաղված է այս պահին, ինչ հարց։ Իսկ ինչով է զբաղված պարոն Մհերյանը։ Վարդան Ղուկասյան հանրային ձայնից։ Մեկ էլ ենք զբաղված։ Բայց զանգել ենք ձեզ։ Մոտը մարդ կա։ Իսկ այդ մոտի մարդը ձեր աշխատողներից է, թե դրսի հաճախորդը։ Ոչ, դրսից է։ Դրսից է։ Փող թաղապետերից ով կա տեղում։ Ճիշտն ասած, մեկը արձակուրդում է, մյուսը չգիտեմ, 6-րդ հարկում է։ Ձեր կողի հեռախոսով կարող եք ճշտել փող թաղապետը տեղում է, թե չէ։ Ուրեմն այդ հարցը վերաբերում է մոլդովական փողոցին, որտեղ 6 ամիս է լուսավորություն չկա գիշերը։ Քաղաքացիներն ահազանգում են եւ դա շատ բանը պրիմիտիվ հարց է։ Մոլդովական փողոցի վրա 6 ամիս է գիշերները լույս չկա, ահազանգում են քաղաքացիները։ Ինչի լույս չկա։ Ձեզ այդ հարցով դիմել են։ Չէ, ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, թեժգից չի գրանցվել։ Թեժգից չի գրանցվել։
111 մանկապարտեզի խնդիրը ձեր մոտ գրանցվել է 5-րդ մասիվում գտնվող։ Թեժգծով ինչի վերաբերյալ։ Մանկապարտեզի պայմանների վերաբերյալ, քանդած, բլած, ավիրած, խոնավ, պատերը ներքևից չռում, տակից չռում։ Կարող է կրթության բաժին են դիմել, թեժգից չի եղել բողոք։ Թեժգից բողոք չի եղել։ Բանը, ուր է այդ կրթության բաժնի համարը, մի րոպե։ Քաղաքապետարան էլ ունի, չի կրթության բաժին։ Չէ, ես գիտեմ, որ ձերը։ Մի րոպե, քաղաքապետարանի կրթության բաժին եմ ուզում գտնեմ, իրավաբանական վարչություն, շինարարություն, երեխաների հնարավորություն, քարտուղարություն։ Պարոն Մահերյանը երբ է ազատվում։ Ալո։ Լսում եմ։ Բարև ձեզ, պարոն Մահերյան։ Բարև ձեզ։ Վարդան Ղուկասյան հանրային ձայնից։ Ձեր քաղաքացիները, ես չգիտեմ, հիմա դուք եք մնալու թաղապետ, թե ուրիշ է գալու։ Դուք գիտեք, թե չգիտեք։ Հավանաբար փոփոխություն արինել։ Ափսոս։ Իսկ ով է ձեզ փոխարինելու։ Չեմ կարող ասել տեղակ չի։ Տեղակ չեք։ Լավ, քանի որ նախկիներից է 6 ամիս է մոլդովական փողոցը լուսավորություն չունի, դուք տեղյակ եք։ Մոլդովական փողոցը։ Այո։ Չէ, մոլդովական փողոցի լուսավորության Ղուկասյան ջան, իմ ձեռին էլ եք դուք զանգում, էլի, հիմա քարտուղարու հեռախոսով եմ խոսում։ Ես գիտեմ։ Չարմար չի։ Կարանք են մյուսին զանգենք։ Փաստորեն մասիվիկ թաղապետն էլ չգիտի ինքը մնում է թե չի մնում, ամենանավանականությամբ չի մնում, նրանք փոխարինեն։ Լավ, մի քիչ հետո մենք կզանգենք մասիվի թաղապետին, իսկ ստեղ ինքը ասեց կրթության բաժին, առևտրի առողջապահության անշարժ գույքի կառավարման, մի րոպե։ Մի վայրկյան։ 14 ժամը 10-ն է, ընդեղ է սկսվել է բանը, ավականու նիստը, так, ура. Հիմա այդ քաղաքապետանում մարդ չես ճարի։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ։ Այո։ Ու Վարդան Ղուկասյան, ես ում հետ եմ խոսում կներեք։ Վարչության պետ Լուսինե Հովհաննիսյան։ Բարև ձեզ, Տիկին Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Ես զանգահարեցի ձեզ, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում գտնել մանկապարտեզների հարցով վարչության պետի հեռախոսահամարը, քանի որ ես արդեն ունեմ ոչ քաղաքապետարանի հեռախոսահամարներն իմ ձեռի տակ։ Դա համար ես զանգահարեցի ձեզ։ Խոսքը վերաբերում է 111 մանկապարտեզին, որը գտնվում է 5-րդ մասիվում։ Ձեր վարչությունը կոչվում է երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչություն, ահա։
Եվ այդ մանկապարտեզ այցելում են կներեք ասեք մանկապարտեզները հանրակրթության վարչության կուրացիայի ներքո են։ Ես Մեկ երեխաների պաշտպանությամբ ենք զբաղվում միայն։ հանրակրթություն, հայ 246-ը վերջում։ Այո։ Ահա, լավ, ես մի անգամից զանգեմ ընդեղ ուրեմն, բարի, կներեք։ Շատ բարի, լավ։ Ատո մենք էլ են կուլտուրական, էլի չմտածեն մենակ իրանք են։ Ոյ։ Արդեն հմեն քաղաքապետարանի հեռախոսահամարնի գտնվում են Վարդան Ղուկասյանի ձեռքում։ Ալո, բարև ձեզ։ Հանրակրթության վարչության պետ եմ խոսում։ Այո։ Վարդան Ղուկասյան հանրային ձայնից, ձեզ ոնց դիմեմ։ Խաչատրյան Մարգարիտ։ Բարև ձեզ, Տիկին Խաչատրյան։ Ես ձեզ զանգահարել եմ այսպիսի մի հարցով։ Խոսքը վերաբերում է 111 մանկապարտեզին, 5-րդ մասիվ։ Դուք այդ մանկապարտեզի վերաբերյալ ահազանգ ստացել եք։ Ոչ, որևէ ահազանգ չենք ստացել։ Ահա։ Ուրեմն 111 մանկապարտեզի ծնողները ինչ են ասում, դասյարակները ընտրության քարոզարշավի ժամանակ հանդիպել են քաղաքապետի թեկնածու Ավինյանի հետ եւ խնդրել են զբաղվել մանկապարտեզի հարցով, որը գտնվում է անմխիթար վիճակի մեջ։ Պատերը բորբսնել են, պարկետները դուրս են եկել, խողովակները տրաքել են եւ այլն։ Ձեր քաղաքապետը խոսք է տվել հարցին տալ լուծում, բայց մինչև օրս ոչ մի բան։ Հիմա ձեր ընտրողները, այսինքն ձեր քաղաքապետի ընտրողները դիմում են նաև մեզ, այսինքն ինձ, որից այս հարցը բարձրաձայնեմ։ Մասիվի թաղապետը, քանի որ փոփոխական, այսինքն այսօր կա, վաղը չկա, այնտեղ նոր մարդ է գալու, ինքն էլ դա ասեց։ Հիմա ինձ դամար զանգահարել եմ ձեզ։ Ձեր վարչությունը երբևիցե այցելել է կամ մտադրություն ունի մի հատ այցելի տեսնի, ինչ պայմաններում են մեծանում 5-րդ մասիվի երեխաները։ Շնորհակալություն ահազանգի համար, տեղեկատվությունը փոխանցելու համար, 111 մանկապարտեզը ի թիվս տասնյակ մանկապարտեզների պիտի վերանորոգվի։ Շնորհակալություն լրացուցիչ ինֆորմացիայի համար, իհարկե լրացուցիչ այց կայցելենք, եթե հրատապե խնդիրը առաջնահերթություն կտրվի, բայց բոլոր մանկապարտեզները, որոնք ունեն վերանորոգման, հիմնանորոգման կարիք, վստահաբար ըստ անհրաժեշտության եւ ըստ առաջնահերթության Դուք ինձ բավականին հետաքրքրասեր չեք համարի, եթե ես հարցնեմ, կոնկրետ 111 մանկապարտեզը երբ է վերանորոգման արժանանալու։ Ամսաթվով եւ տարեթվով բնականաբար չեմ կարող ասել, այս պահին որևէ նաեւ մրցույթ կամ ծրագրում չկա։ Ըստ եմ ասում, ըստ անհրաժեշտության ու առաջնահերթության արվում են վստահաբար, դա այս տարի արդեն չի լինի, ենթադրաբար մյուս տարի կլինի։ Այսինքն մենք վստահ լինենք, որ 2024 թվականին մանկապարտեզը կվերանորոգվի եւ մենք մեր աչքով դա կտեսնենք։ Կարող եք եւ կարող ենք բոլոր վստահ լինել, որ ըստ առաջնահերթության բոլոր մանկապարտեզները վերանորոգվելու են։ Իսկ կոնկրետ հիմա 111-ն է հետաքրքրում, ես բողոք 111-ից եմ ստացել։ Ձեր մոտ այդ մանկապարտեզը նշված է որպես վերանորոգման կարիք ունեցող։ Այո, իհարկե։ Ահա։ Լավ, եղավ այս տարվա բյուջեի հաստատման մեջ, ուրեմն մենք ամենայն ուշադրությամբ կհետևենք նաև մանկապարտեզի վերանորոգումներին տրամադրվող գումարների հետ կապված, հանձինս 111 մանկապարտեզի։ Չմոռանանք, որ 111 մանկապարտեզի երեխաների ծնողները ընտրել են ձեզ, այլ ոչ թե մեզ։ Եղավ, շնորհակալություն ձեզ տիկին, պատասխանի համար, հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Դա հիմա մեկնում եք կարող ասի, որ Վարդան Ղուկասյանը կուլտուրական չի, ոչ, 3-4 տարի չէ,
Այս տարին արդեն բիզիմ դիր, ուրեմն ես ուզում եմ հստակ պատասխանեմ փաստորեն 111 մանկապարտեզի դասյարակներին, տնօրենին եւ ծնողներին, որ այս տարվա բյուջեի մեջ անպայման ես դա խոստանում եմ կմցվի կոնկրետ 111 մանկապարտեզի վերանորոգման հետ կապված խնդիրը եւ 2024 թվականին մանկապարտեզը պիտի կանգնի վերանորոգման առաջ։ Это я вам обещаю։ Так, մյուս ընդեղ փողոցային լուսավորություններ մենք դա կքննարկենք թաղապետ երևի նոր թաղապետի հետ, որովհետեւ հինը այսօր եկուց այդ խեղճ ըլլմա հաջողություն։ Բարև ձեզ, պարոն Դավթյան։ Մալացիայի միլպետը տեղում է։ Այո։ Ազգանունը ո՞նց է, Մելոյան։ Մելոյան չի, Դանելյան։ Դանելյան, մի րոպե, Դանելյան։ Ձեր մոտ ունեք թաղային Պողոսյան Սամվել։ Այո։ Ուրեմն ձեզ անհանգստացնում է հանրային ձայնից Վարդան Ղուկասյանը, մեզ ահազանգել է ձեր բնակչուհին։ Մենք մի ժամ փորձում ենք ձեր հետ կապնվել, չէր ստացվում։ Միամիտացրեցինք, զանգը եկավ։ Բնակչուհին բնակվում է Արարատյան առաջի զանգված 10/1 շենք բնակարան 4 Հակոբյան Լաուրա։ Ահա, Հակոբյան Լաուրայի առաջի հարգի հարևան Հովանեսյան Խաչիկ Սամվելի, ռազմական ոստիկանության աշխատող Հովանեսյան Խաչիկ Սամվելի, առաջի բնակարան։ Բնակարանում արտադրում է բիթքոին, էլեկտրոնային ֆինանսական կամ դրամական միջոց, եւ իա միացրած ապարատներով տերորի է ենթարկում ողջ շենքը։ Քաղաքացու բողոքի հետքերով գնացել է հանրային ձայնի ավականին եւ հաստատում է, որ բնակարանից գալիս են այդպես ասած նյարդայնացնող ձայներ առանց ընդհատման։ Ես հիմա խնդրում եմ ձեզ փոխանցել ոստիկանապետ Դանելյանին, որ թաղային Պողոսյան Սամվելը շատ վատ է աշխատում ու գնալով դեպքի վայր Հովանեսյան Խաչիկից փողը վեկալմա, աշկը փագմա ձայների վրա եւ թաղայիների պետին թո բարի լինի ուղարկի նշալ հասցեով։ Եթե քաղաքացին եւս մեկ անգամ զանգահարեց մեզ, մենք կոնկրետ կանհանգստացնենք ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին։ Շնորհակալություն։ Ալո։ Դուք լսեցիք։ Այո, դուք լսում եք ինձ։ Իհարկե լսում եմ։ Ունեք ասելու բան։ Պարոն Ղուկասյան, այո։ Լսում եմ ձեզ։ Խնդիրը հենց է։ Ձեր նշված քաղաքացի կողմից նշված քաղաքացին աշխարհացի կանդ է օգտեբուժանում։ Վերջինիս հետ կապված վերջինիս կողմից նշված բողոքներով բազմիցս քննարկվել ու քննվել է Մալացիայի ոստիկանության բաժնում։ Ներկայումս էլ կա դիմում բողոք, որը որ քննվում է Մալացիայի բաժնում։ Միգուցե ձեր ասելով քաղաքացին հոգեկան հիվանդ է, բայց իմ ավականին հաստատ հաշվառված չի հոգեբուժարանում։ Իմ ավականին լինելով այդ տան մեջ, իմ ավականին եղել է այդ տան մեջ։ Ավականին լսել է այն ձայները, ինչը լսում է ձեր կողմից ասած հոգեկան հիվանդը։ Այդ շիլնում։ Իսկ իր հաշվառման հետ կապված մենք հարց տվեցինք հաշվառված է թե ոչ, ինքը ասեց ոչ։ Եվ նման այսինքն նման ձայներ լսելա ոչ թե միայն ավականին, այլ նաև իմ կուսակցության անդամները, որը եւս եղել են այդ մարդու տան մեջ։ Ես խիստ կասկածում եմ, որ իմ կուսակցության անդամները եւ ավականին եւս հաշվառված են հոգեբուժարանում։ Ես ձեր կուսակցության անդամների մասով ոչինչ չեմ ասել, չեմ կարող ասել։ Ահա։ Բայց նշված փաստով բազմիցս եղել են բողոք բանջներ, որը որ քննվում է այս բանել, որը որ քննման փուլում է։
Այդ քաղաքացին ահազանգումը արդեն մի տարուց ավել է։ Եվ այն որ ռազմական ոստիկանության աշխատակից Հովհաննիսյան Խաչիկը տունը աշխատացնում է բիթքոինա տպեմ, դա էլ արդեն մենք ունենք օպերատիվ տվյալ, որ դա իրականության հետ համընկնում է։ Այսինքն քաղաքացին այդքան էլ հոգեկան հիվանդ չի, եթե ձեր կողի պատը ենկոմ բիթքոին աշխատեն, որ տպեն, դուք էլ կլսեք այդ ձայները։ Ես ձեզ հասկացա։ Եվ մի հատ էլ բան խնդրեմ ձեզ, ուրեմն դուք վստահում եք գերմանական տեխնիկային։ Գերմանական տեխնիկային վստահում եք։ Ես նման հարցի չեմ կարող։ Хорошо, դուք Telegram ունեք ձեր հեռախոսի մեջ։ Ոչ, ուրեմն խնդրում եմ ձեզ, մտեք Վարդան Ղուկասյանի Telegram ալիքը, այնտեղ տեղադրված է գերմանական սարքի ռադիոչափի տվյալները, կարմիր գույնով։ Հաստատ այդ գերմանական սարքը հոգեբուժարանում եւս հաշվառված չի։ Այդ սարքը տալիս է այդ կնոջ բնակարանում ձայնի ագրեսիվության աստիճանը, որը գերազանցում է մի քանի անգամ։ Այսինքն լյուբոյ առողջ մարդ այդ ամենը կդառնա հոգեկան հիվանդ։ Այսքանը, շնորհակալություն։ Ասում է հոգեկան հիվանդ է։ Հանին գիժ։ Ուր է այդ կնիգը։ Ալո, մենք սա նորից ես եմ, մեզ վերջապես հաջողվեց կապնվել ձեր Մալաթիայի բաժին, միամիտացնելով իհարկե ոստիկանությանը, ընդեղ հայտարարում են, որ դուք կանգնած եք հաշվառման հոգեբուժարանում։ Ես ես մի հատ ուզում եմ հարց տամ, նման բան կա, թե չկա։ Ոչ, միլիոն անգամ ոչ, դա խաբեություն է։ Ես կարամ հենց հիմա ձեզ թուղթը ուղարկեմ, ես հատուկ գնացել եմ թուղթը հանել եմ, որ իրենց սուտը ջրի իրենց հանեմ աշխարհով մեկ։ Ես Ինչ թուղթ եք, մի րոպե, ինչ թուղթ եք դուք հանել։ Հա? Ինչ թուղթ եք դուք հանել, որտեղից եք հանել։ Ես գնացի հոգեբուժարան, որովհետև այդ բանը ինձ գլխի գցեցին, ասեցին, որ գնա շուտ ընդե թող իրան քեզ ստուգեն ու բանը թուղթը, որ դու իրոք իրան որ եկել էին մեր տուն։ Я пошла туда, я выбралась мира։ Այդ թուղթը մի հատ ինձ խնդրում եմ, մի րոպե։ Зарегистрированы, и у вас нету никакой прописки здесь, ничего, вы здоровый человек, и врач со мной։ Տիկին, մի րոպե, այդ թուղթը մի հատ խնդրում եմ, նկարեք ուղարկեք իմ WhatsApp-ին հիմա։ Հենց հիմա ուղարկում եմ ձեր վրա, հենց Լավ, հիմա։ ուղարկեք։ Ցանկացած առողջ մարդ, եթե գտնվի մի տան մեջ, որտեղ ժամերով առանց դադարի լսվում է ծվոց, սուլոց, աղմուկ, աղաղակ, հենա մենք Telegram կանալի մեջ այդ ապարատի շոչիկի տվյալները դրել ենք, կդառնա հոգեկան հիվանդ։ Մի հատ ինձ հետաքրքիր է ինչ թուղթ է մեզ ուղարկում տիկին Լաուրան։ Ձենը կտրվել, ասում մենք հիմա սպասում ենք, թե ինչ փաստաթուղթ է մեզ ուղարկում։ Սա այդ դրանց տան հոսանքի լարերն են։ Ես ուզում եմ ցույց տամ նաև սարքի տվյալները 573 EMD
այդ չափիչ սարքն ա տվել, թե ինչա կատարում այս կնոջ տան մեջ, նորման 10-ից 20-ա, ստե 573, մենք սպասում ենք թղթին։ Սա ինչ աղրգ է։ Այսինքն ինչ է նշանակում, ինքը իա տեղում չի եղել եւ իա փոխարեն շինթույլտվությունները տվել է ընկեր Հայկոն ու հետո ընկեր Հայկոն չի իմացել, որ ինչ որ մեկը իա փոխարեն շինթույլտվությունները բաժանե 2000 հատ, ինչքան էլ որ իա մոտ չի եղել այդ ստորագրությունը կա ու բանը պեչատը դրել է իա օգնականը, բայց ինքը որպես քաղաքապետ խաբար չի եղել, որ ինչ որ մեկը իա անվան տակ 3 տարի շարունակ շինթույլտվություն է բաժանում աչուձախ։ Այս այստեղ մարդիկ ինձ գրում են, որ այդ դզոցը բզոցը այդ կամպյուտերների վենտիլատորների ձեներն են, որը կարա նաև բերի հրդեհի։ Ну կարա բերի, ես հիմա սպասում եմ ինչա մեզ ուղարկելու։ Չէ, դե ոստիկանությանը ինչ ձեռատալին կդա էլ պիտի ասի, մարդուն կանեն հոգեկան հիվանդ, մարդին կանեն խելագար եւ այլն, մենակ թե իրանք գործ չանեն, որովհետեւ այդ նույն ռազմական ոստիկանության բոզի տղեն երևի բանա մուծվում է։ Так. Ուշանում, հա, եկավ։ Так, ինչա։ Տեղեկանք 62-51 Հակոբյան Լաուրա Հովանեսի ծննդյան ամսա թիվը 54 թվական հաշվառման հասցենագրված Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ հաշվառման չի գտնվում գրուկ պեչատուկ։ Ես կյանքում չեմ եղել հիվանդ, դա խաբեություն է, այս տեղեկանքը մենք եւս կդնենք մեր Telegram կանալ։ Մի րոպե, որպեսզի ընկեր ոստիկանությունը չփորձի մի րոպե խաղեր տալ, թե տիկինը տառապում է հոգեկան հիվանդությամբ, այս էլ տիկնոջ տեղեկանքը, ոնց երկիրն է անենց էլ տված տեղեկանքն է։ Մի րոպե, սա ջնջենք։ Տեղադրեցինք նաև տիկնոջ տեղեկանքը հոգեբուժարանից, որ այդ մարդը երբեք հաշվառման կանգնած չի եղել, են որ ասում են հոգեկան հիվանդ է։ Ուրեմն Վայե Ղազարյան, եթե քո ոստիկանությունը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ խշոցը, թշոցը, բժոցը վերացնելու Հովանեսյան Խաչիկին ռազմական ոստիկանության աշխատակից ծածցնելու եւ այդ կնոջ անդորը ապահովելու համար, ուրեմն ես չգիտեմ, Երևակայի ես կգնամ ավելի ռադիկալ, կրեատիվ քայլերի, դնելով քո հարսի, քո տղու, քո կնոջ լուսանկարները ամենավերջին հայոյանքներով։ Լուծի քաղաքացու բողոքի հարցը եւ որպեսի այլևս այս քաղաքացուհին ինչ չանհանգստացնի։
եւ ինքն էլ չանհանգստանա։ Հոգեկան հիվանդն էլ քո մի պետն է, որը փորձում է հանուն իա գրպանի ասել, որ քաղաքացին հոգեկան հիվանդ է։ Այսքանը, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում վաղը երեկոյան ժամը 22:00-ին։ Հանրային ձայնի ուղիղ եթեր։ Հաջողություն։